Իրան-Հայաստան սահմանին մարդկանց կուտակումների մասին լուրերը չափազանցված են։ Տեղացիներն ասում են, որ հոսքը սովորականից շատ չի տարբերվում։ Բեռնատարների խցանումն էլ մեծ է թվում միայն անցակետ եկած լրագրողներին, բայց հերթերը ըստ վարորդների նորմալ են։ Մուտքի մոտ հավաքված են տաքսիստներ և պարզապես մեքենա ունեցող հայաստանցիներ, որոնք լսել են, որ պատերազմից փախնողները շատ են և կարելի է հավելյալ փող աշխատել նրանց Երևան տեղափոխելով։ Անցակետից դուրս են գալիս հիմնականում երկքաղաքացի իրանցիներ, տուրիստներ, պարսկահայեր։ Նրանք, ովքեր Թեհրանից են գալիս, մի ամբողջ օր խցանումների և բենզինի հերթերի մեջ են անցկացրել։ Վիճակը շատ վատ է, ժողովուրդը այդքան վախացած փախնում են այս կողմով, հաց չի ճարվում, յուղ չի ճարվում, սա խանութները փակ գնացել են։ Մարդիկ շատ վատ վիճակի մեջ են, միշտ դրանք ոնց են։ Նրանք մենք աղոթում ենք Բեյրութի նման, Լիբանանի նման չելի Պասկաստան։ Մեզ ագարակի անցակետ հասցրած վարորդը ասում է, որ փախստականների մեծ ալիք իրականում չկա։ 80 միլիոնանոց երկիր է, եթե մի տոկոսն էլ գար, ագարակը չէր դիմանա։ Հայաստան ժամանած մարդկանց մեծ մասը ուղևորվում է այլ երկրներ։ Իրանից թռիչքները չեղարկվել են, դրանց մի մասը տեղափոխվել է Երևան։ Պատերազմում հայտնված տուրիստները բանակցում են տեղացի տաքսիստների հետ, որ ագարակից գնան ուղիղ Զվարթնոց օդանավակայան։ Մաշինը խուբ $100։ Çok maşine azam $100 ya. Turistim. Գները սկսվում են 300-350 ԱՄՆ դոլարից։ Նախկինում ագարակ Երևան տաքսիներում մեկ տեղի համար 10,000 դրամ էին ուզում։ Մեղրի քաղաքապետ Խաչատուր Անդրեասյանը Իբրասեմի հետ զրույցում ասել է, որ 3 հանդիպել է տաքսիստներին և խնդրել ըմբռնումով մոտենալ իրավիճակին, չբարձրացնել գները։ Երեք ես եղել եմ Մաքսատան, տաքսու վարորդներին խնդրել եմ, որ այդպիսի գներով չգնան, բայց ես չեմ կարող ոչ մեկին արգելեմ, քանի որ դա մասնավոր սեկտոր է, բայց որ գների մեջ իրական տարբերություն կա, այո կա, մի քիչ գները բարձրացրել են, մի քիչ չի, բավականին բարձրացրել են։ Դուք լրագրողները որպես տելևիզիոն ցույց եք տվել, Երևանից էլ մարդ կա զանգված բա։ Գալիս է, գայս ես ինժանը սամփեր, ասում եմ գամուտից մարդ տանեմ։ Գրիվը թող չլինի, ես գործ չի դուք։ Այո, կռիվ չունի, այո։ Շարունակությունը չգան մեր վրա, մեզ կռիվ չի կան։ Մեղրի և մոտակա համայնքների հյուրանոցներում ազատ տեղեր արդեն չկան։ Հյուրատների տերերը հրաժարվում են լրագրողների հետ խոսելուց և առաջարկում հարցազրույցներ վերցնել միայն պաշտոնյաներից։ Ինստիտուցիոնալ նախապատրաստություններ այստեղ չեն արվում, փախստականների հնարավոր հոսքին, ագարակն ու մեղրին պատրաստ չեն։ Տեղի համայնքապետարանները հույս ունեն, որ բանը դրան չի հասնի։ Գալիս են, մարդիկ գալիս են, սովորականից մի քիչ շատ է, բայց ոչ մի բանի մեր առօրյային չի խանգարում, ոչ մի բան չկա դե։ Իրանից եկած մի ընտանիք պատմում է, որ որոշել են երկրից հեռանալ Հայաստանով, քանի որ Թուրքիայի անցակետերում հիմա մեծ հերթեր են։ Առաջին անգամ ենք այստեղ, շատ փոքր անցակետ էր և անհարմար։ Մի ժամ պահել են մեզ, որովհետև չունեին երեխայի անվասալյակը ստուգելու սարք։ Պատմում է նա։ Մեկ այլ ընտանիք պատմել է, որ նախորդ տոմսեր էին առել, որ գնան Եվրոպա։ Չվերթները չեղարկվել են և տեղափոխվել Զվարթնոց։ Are you going to Tehran? No. No? To come from Tehran? Okay. We come from Yerevan. And Okay. we will go to Mercury and to Yerevan. We are not going to Tehran. Okay. We came to... I suggest you don't go to Tehran. That's it. Oh, yeah, Okay. I suggest you right now. Maybe next week. You try next week. Okay. Not this week. Okay. This week is dangerous. Մեզ հանդիպած մարդկանց մեծ մասը չէր ուզում խոսել պատերազմից, լուսանկարվել, տեսաձայնագրվել։ Նրանցից մեկն ուղղակի խորհուրդ տվեց այս պահին չգնալ Իրան։ Գուցե մի շաբաթից, բայց այս պահին մի գնացեք Թեհրան։ Մեղրի սրճարաններից մեկում հանդիպեցինք պարսկահայր մի ընտանիքի։ Նրանք պատմեցին, որ մայրաքաղաքից մարդիկ սկսել են հեռանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներից հետո։ Թրամփը 3 հորդորել է էվակուացվել Թեհրանից և ակնարկել, որ Միացյալ Նահանգները, որը հովանավորում է Իսրայելի ռազմական ագրեսիան, կարող է ուղիղ ներգրավել պատերազմում։ Փողոցները Թեհրանում հիմա դատարկ են։ Մեծ մասը գնացել են ամառանոցներ, խաղաղ տեղեր, Թեհրանից ոչ հեռու։
Մենք Երևան տուն ունենք, մեզ հեշտ է, հաճախ են գալիս Հայաստան։ Սրճարանում մի քանի իրանցի էլ կար։ Նրանք ասացին, որ եկել են Ջուլֆայից, որտեղ ամեն ինչ խաղաղ է։ Մենք եկել ենք մեր մեղրեցի ընկերոջ հյուր։ Պատերազմից չենք վախենում, որ Թեհրանում լինեինք, կկռվեինք։ Պատերազմից չեն վախում նաև Ագարակի անցակետում մեզ հանդիպած մեղրեցիները, որոնք սովորականի պես գնում են մոտակա իրանական բնակավայրեր առևտուր անելու։ Մեր համաքաղաքացիները, այո, մեղրի բնակիչները առևտուր են անում հարևան երկրի հետ, մեր բարեկամ Իրանական իսլամական պետության հետ, ընդ գիտեք շուկա կա, խանութներ կա, մեր բնակիչները գնում են, օգտվում են, այո, հիմա էլ ամեն օր էլ գնում են, գալիս են, ոչ մի խոչընդոտ չկա։ Սա պատերազմի պատճառով չի էլի էս հերթը։ Բայց ինչի պատճառով է։ Այս կողմից դու շատ ավտոներ է հերթը։ Հերթը միջը մտնում են։ Բայց Հայաստանից ինչ եք տանում։ Ոչ մի։ Հա, գնում եք ցեմենտ։ Դա գնում ենք ցեմենտ արմատուրա շինան ենք էլի բարձր հիմնական։ Այնտեղ էժան է, հա, դա։ Շատ էժան։ Հայաստանի